դիմորդներ ավելի շատ ունեն ինչպես միշտ Երևանի պետական համալսարանը, երկրորդ տեղում պետական տնտեսագիտական համալսարանն է, երրորդ տեղ ճարտարապետաշինարարական եւ ազգային պոլիտեխնիկական համալսարանը, բժշկական համալսարանը, Բրյուսելյան պետական համալսարան, պետական մանկավարժական համալսարանը եւ այսպես մինչեւ տեսեք այնուհետև հայկական բժշկական ինստիտուտը ոչ պետական ուսումնական հաստատություն 18-րդն է, միակ ոչ պետական ուսումնական հաստատությունն է, որ 100-ից ավելի դիմորդ ունի։ Անդրադառնանք նաև քննություններին, ինչպես գիտեք, վերջին մի քանի տարում առավել շատ դիմորդներ են հանձնում անգլերեն առարկայից ընդունելության քննություններ։ Եթե հունվարին հանձնել են 7222 դիմորդ, ապա հունիսին հանել 5787։ Այսինքն այդ տարբերության դիմորդները գոհ են իրենց գնահատականներից եւ չեն ուզում մասնակցել նորից քննություններին։ Երկրորդ տեղում դարձյալ մաթեմատիկան է 5467 եւ երրորդ տեղում հայ լեզու եւ հայ գրականությունը 4232 դիմորդ ցանկություն է հայտնել հայոց լեզվից հանձնել քննություն։ Այնուհետև կենսաբանությունը 1504, քիմիան 1299, հայոց պատմություն 1288 եւ ֆիզիկան 998, մնացած բոլորը շատ ցածր են 400-ից։ Եվ ինչպես միշտ մենք թվարկում ենք նաև ամենապահանջված մասնագետների տասնյակը եւ նշեմ, որ տասնյակը թե անցած տարի, թե այս տարի մնացել է նույնը եւ ավելի շատ դիմորդներ, այսինքն մեկ տեղի համար հարաբերակցությամբ շատ դիմորդներ ունի ստոմատոլոգիայի հերացու անվան բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի կրթական ծրագիրը 2.9 մարդ մեկ տեղի համար, երկրորդ տեղում բուժական գործն է 2.3 մարդ մեկ տեղի համար եւ երրորդ տեղում Երևանի պետական համալսարանի իրավագիտություն մասնագիտությունը մեկ տեղի համար 2.1 Ասեմ ձեզ, որ այդ ցանկում կան նաև բուհեր, որոնք մշտապես ունեցել են բարձր ընդունելություն եւ տեսեք այս վերջերս աչքի ընկավ նաև միջազգային ներողություն միջավայրի դիզայն մասնագիտությունը։ Բոլոր այդ մեծ ծանոթ մասնագետներին գումարվեց նաև այդ մասնագիտությունը, որտեղ դիմորդների ոնց որ թե մենք էլ ենք զգում ավելի շատ դիմում են այդ մասնագիտությանը բոլոր բուհերում, անկախ նրանից այդ բուհը մասնագիտացված է, եթե ունի այդ մասնագիտությունը, մասնագիտացված է թե մասնագիտացված չէ, այնուամենայնիվ տեսեք մասնագիտացված բուհեր ունենք Գեղարվեստի պետական ակադեմիան, ճարտարապետության շինարարության պետական համալսարանը, որտեղ դիզայնի մասնագիտություն իրենց մասնագետների ցանկում անպայման ունեն, բայց ունենք նաև բուհեր, որոնք տարբեր մասնագետների հետ միասին նաև ընդգրկել են դիզայնի մասնագիտությունը, որտեղ ասենք պահանջարկը շատ է։ Դուք նշեցիք միջավայրի դիզայն։ Միջավայրի դիզայն։ Դա ինչ է, բացատրեք մի փոքր։ Կամ միջավայրի դիզայն, այսինքն նրանք այսպես ասած մեր շրջակա միջավայրը նկատի ունեն։ Շրջակա միջավայրը տունը կլինի, չգիտեմ, բակը կլինի, ամեն ինչը դիզայների աշխատանք։ Պահանջված երևի մասնագիտություն է։ Ինչպես տարիներ առաջ պահանջված մասնագիտություններ ծրագրավորողների մասնագիտությունը, բայց ինչ կատարվեց, միայն զույգ ծրագրավորողների չընդունեցին տարբեր անուններով ասենք անվտանգություն դրեցին
ծրագրավորման բնագավառում դրեցին ՏՏ համակարգ եւ այլն, բաժանեցին մի քանի մասնագիտացումների եւ դիմորդները կարծեք թե ինչ որ տեղ վարած են, այլ պիկից մենք հրաժարվեցինք արդեն, չկա պիկը։ Իսկ ավանդական օրինակ տնտեսագիտությունը, իրավագիտությունը կարծես նշեցիք, ինչ ուղղություններ այլ կան։ Տեսեք, միշտ կարծեք, այս վերջին ժամանակահատվածում պետական տնտեսագիտական համասում տնտեսագիտություն, զուտ տնտեսագիտություն մասնագիտությունը մեկ տեղի համար 2 դիմորդ դիմել են եւ անընդհատ տեսեք այնուհետև գալիս է հաշվապահությունը, ֆինանսները եւ 1-2 տարի առաջ կառավարումը ավելի պահանջած էր, բայց այս անգամ մեկ տեղի համար 1.7 դիմորդ ունենք։ Այսինքն, տեսեք, 1, 2, 3, 4, 5, 10-ից 5-ը պետական տնտեսագիտական համալսարանի մասնագիտություններ են։ Իսկ կարող եք նշել մասնագիտություններ, որոնք շատ քիչ են դիմել կամ ընդհանրապես դիմում չի եղել։ Այո, կարող եմ նշել։ Ուրեմն 1 դիմորդ, ես բուհ չեմ նշի իհարկե, 22 բուհ, 53 մասնագիտություն ունի ընդամենը 1 դիմորդ։ Եվ ընդհանուր 31 բուհի 119 մասնագիտություններ ընդհանրապես չհայտագրված դիմորդներ։ Մի քանիսը կնշեք։ Չէ, չեմ վերցրել։ Շատ։ Հա, չէ, ցանկը շատ մեծ էր, դրա համար ես չէի։ Չնայած, գիտեք ինչու, հիմնականում չէի վերցրել, որտեղ երկրորդ փուլն է, ունենք նաև երրորդ փուլ, չի բացառում, որ այս մասնագիտությունները նորից դիմոներ լինեն երրորդ փուլում, բացի դրանից նաև ունենք մրցույթի առաջին փուլից հետո թափուր տեղեր մնացածում նաև հնարավոր է նորից դիմել, այնպես որ այս տվյալները մենք կարող ենք տալ միմիայն երկրորդ փուլի մրցույթի կազմակերպելուց հետո։ Իսկ գյուղատնտեսական ուղղությամբ մասնագիտություններ կան, որ նախընտրել են պետության համար կարևոր ուղղություն է համարվում։ Զբոսաշրջությունը միգուցե, գինեգործությունը, այդ ուղղություններով ունենք։ Չէ, ասի որ շատ դիմորդներ ունենք։ Ներողություն։